Բարև ձեզ, տիկնայք և պարոնեք, եթերում է ստապ դատողությունը։ Ուրեմն ինձ մոտ առաջացել են հարցեր Արսեն Ղուկասյանին, նկարը տեսնում եք էլի այս մարդու, երևի շատերը ճանաչեցիք։ Ես փորձեցի նրա հետ կապի դուրս գալ, նրա հետ խոսել, որտեղ կան տրամաբանական հարցեր, որ վաղ ինքը չհայտարարի, որ բեխաբար ֆեյքերը խոսում են, անդրադառնում են մեր խնդրին։ Փորձեցի, դուք հեսա կտեսնեք հենց այդ նամակը, որ ուղարկել եմ մեսենջերի միջոցով, իմ էջով եմ կիսվել, որ մարդիկ ովքեր ճանաչում են փոխանցեն Արսենին, որ նա ինձ պատասխանի։ Այդպես էլ չկա պատասխան։ Իսկ տրամաբանական հարցերը, տեսեք, սա լոկ խոսքեր չեն, տրամաբանության վրա հուսվում է համ քրեական գործ, նույն դատարանը որոշում է կայացնում հենց տրամաբանության վրա, այդ նույն հանցանքի կամ այդ հանցակազմի շուրջ եզրակացության վրա, տրամաբանությունը դա մեծ ուժ է, դա նրա տրամաբանությամբ են շարժվում հենց ատենակալները եւ դատարանում, որ վճիռ են կայացնում եւ փոխանցում դատավորին, եւս տրամաբանական այդ շղթան է գործում։ Դրա համար ես հարց ունեմ Արսենին, ու հիմա ասենց հրապարակային եմ տալիս եւ այդ ծնողներին։ Եթե դուք չեք վստահում, որ ձեր երեխաների մարմինները, դրանք այդ մասունքները ձեր երեխաներինն են, հարց առաջին։ Ինչի դուք չեք տանում եւ պահանջում առանձին, անկախ ինչ-որ մի լաբորատորիայում DNT թեստ։ Դուք անցկացրեք։ Լսեք հիմա մի հատ իր արձագանքը այդ թեմային, թե իրանք քրիստոնյա են, իրենք այդքանը հասկանում են, բայց չեն ընդունում այդ մարմինները։ Հələ լսեք ոնց է ներկայացնում։ Եվս այն ծնողներին, ովքեր որ DNK, այդպես ասած, քո ասած ունեն, ու այնքան պիղծ են, որ իրանց երեխեքին չեն տանում, քրիստոնյա ենք, մենք քրիստոնեության հավատքին ուրանում ենք, մեր երեխեքին, ովքեր որ ունեն DNK, նրանց մասին ողում ու չեն տանում։ Դու այդ բանն ես ասում քո եթերի մեջ, որ ունենք շուրջ 8-ան։ Գեգամ Նազարյան, դու ուրեմն ունես ինֆորմացիա ու չես կիսվում այդ ինֆորմացիայի հետ, հա, տենց հստակ ինֆորմացիա ունես, որ այդ բոլոր DNK-ները հաստատ չոտկի DNK-ներ են ու այդ մարդիկ էլ պիղծ են, իրանց երեխեքին չեն տանում, չեն ուղղar։ Այս սրա պատասխանը գեգամ դու տալու ես ծնողներին։ Էդի քեզի մեկ։ Լսեցիք։ Սա ինքը պատասխանում է Գեգամ Նազարյանի մեղադրանքին, բայց ես էլ եմ տենց մտածում հիմա։ Արսեն ջան, եթե դուք չեք հավատում Նիկոլին, հա, Նիկոլին ոչ ոք չի հավատում, ստաբդատող մարդ, նրա այդ մանիպուլյացիաներին, նրա կինն էլ նրան չհավատած գնաց, դուք լիովին իրավացի եք։ Բայց կարող եք դուք ինքներդ այդ մարմինները տանեք ստուգեք։ Դուք ինքներդ օրինակ, եթե Հայաստանում չեք վստահում, ոնց որ բոլորը մեծամասնությունը գիտեն, որ այդ DNT այդ նույնականացումը մարմինների կատարվում էր կրգին Սերժ Սարգսյանի կնոջ այդ բժշկական կենտրոններ անցկացնում, նրանք են զբաղվում, հասկանում եք, կամու վայնա, կամու մայծրադնայա։ Դա համար տանեք Վրաստան, փորձեք կապի դուրս գալ հայ համայնքի հետ, միգուցե ձեզ աջակցեն եւ կլինեն աջակցողներ, նույն Միացյալ Նահանգների հայությունից, նույն Ռուսաստանի, որ դուք այդ անալիզները կամ եթե ֆինանսական խնդիրներ կար, հավատացեք, մարդիկ կհավաքեն եւ կօգնեն։ Ես ինքս այդ խնդիրը եւս կբարձրաձայնեի, որ մարդիկ հավաքեն փող, դուք գնայք այդ ստուգումը անցկացնեք։ Իսկ միգուցե իսկապես ձեր մարմինն է այնտեղ դրած, դուք մատից եք հոտ քաշել, որ որոշել եք դա ձեր երեխաների մարմինը չեն, այդ 80 աճյունները, որ կան, մասունքները կան։ Այս հարցին ես կուզենայի իրանից ստանալ պատասխան, իրանք ոնց են մոտիկանում։ Ու ինչի չեն գնացել այդ քայլին, կամ եթե գնացել են, ինչու չեն բարձրաձայնել, որ տեսեք, մեզ տվել են այս մարդկանց մասունքները, տարել ստուգել ենք, եթե տենց բան եղել է, պարզվել է, որ սրանք հարազատներ չեն, հասկանում եք։
Ես այդ անալիզը ոնց է կատարվում, օրինակ, հոր գենն են վերցնում, թե մոր։ Միգուցե մայրը դա կողքից է բերել այդ երեխին, հասկանում եք, հոր հետ չհամընկնի, բայց մոր հետ այդ ռեգլամենտը ոնց է այդ երեխաների այդ աճունների այդ հաստատման, էլի նույնականացման, որտեվ կան հարցեր, որին չկա պատասխան, այս է սթափդատողությունը, որից հետո դուք հայտարարում եք, հիմա լսեք այս մյուս մասը, որ դուք ապաքաղաքական է ձեր ամեն ինչը։ Անունից ինձ վստահող ծնողների անունից ասում եմ, մեր շարքերում քաղաքական դիվիդենդ շահող մարդ չկա, լսում ես, ուշադիր լսի, արա, որ երկրորդ անգամ չկրկնեմ, մեջ չկա մի փորձեք կեղտոտել ու մեր վրա ցեղ շպրտել, մենք ենքան մաքուր ենք այսքան վաղտել ենք, ձեր նման պիղծ չենք էլե, մենք մեր բալի, մեր աղբոր արունը չենք ուրացել, ոնց որ դու ես ուրացել քո երեխու արունը։ Հիմա Արսեն Ղուկասյան, այսքանից հետո ես կասկածում եմ, որ ձեր շարժումը ապաքաղաքական է, որտեվ դուք էսա 5 տարի է վազվզում եք այստեղ այնտեղ եւ ինչ որ խելագար ամբողջների նման դե հասկանալի է ծնողներին, էլի փորձում եք գտնել պատասխաններ։ Եվ այդ ամենը սկսվում է հենց այս նախընտրական այս փուլերում, եւ ձեզ լուսաբանում են, միշտ չգիտես ինչի ձեր կողքը հայտնվում են այդ նախկին այդ համակարգի Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան, այդ ընդհանուր այդ թիմի լրատվական գործակալները եւ նրանց լրագրողները, նրանք են լուսաբանում ձեր այս ակցիաները։ Ուզում եք ասեք, սա ապաքաղաքական է։ Քանի անգամ գնացիք հենց այն բան Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կամ մյուս պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանի նրանց դռանը դուք անեք, նրանց տան մոտ ես նույն ցույցը անցկացնեք, թե ինչի երկիրը հասավ այս ողբերգությանը։ Ասում եք ապաքաղաքականը, նրանցից եւս պահանջեք պատասխան։ Ես լսում էի դուք դեռևս հենց տարիներ առաջ, որ այդ ցույցերը անում են Ռոբերտ Քոչարյանը, նրա հարցը ապարում էր, այնտեղ երգում էր, դուք Շուշան բանի հետ եմ էլի, այդ իր հարցի անունը մոռացա։ Դուք նրանց կողքը աջակցում եք այդ շարժմանը ու ասում եք զոհվածների հարազատներ, որ դուք ապաքաղաքական եք։ Ես հիշում եմ ոնց են զոհված զինվորականների հենց ծնողները այդ կորցրած կանգնած Սեյրան Օհանյանի կողքը, երբ նա հայտարարում էր, որ տարածաշրջանի ամենահզոր բանակն էր, որ Նիկոլ Փաշինյանը սենց պարտվեց։ Մի ծնող չեղավ, մի հատ չափալախ տար այդ վիժվածքին, ասեր, լսիր, դու քո ասած հիմարությանը հավատում ես։ Մեր զինվորները նույնիսկ զրահաբաճկոն չեն ունեցել, էլի, ես այդ ծնողներին չեմ հասկանում։ Ես իմ վրա վերցնեմ, եթե ես զավակ կորցրած լինեի, ես կգնայի հենց Սեյրան Օհանյանի արյունը կխմեի, որտեվ մեկը նրանցից դա է եղել։ Ես ինքս այդ բանակում ծառայել եմ, ես գիտեմ, թե դա բանակ չէր, դա ստրոյբատ էր զորավարների բիզնեսներին, նրանց ֆերմաներում, նրանց տները սարքելու, նրանց մեքենաները վերանորոգելու համար։ Իսկ զինվորը դա հենց նույն Արցախում հենց բան էր, ստրկական ուժ էր։ Ու այդ բանակը պետք է հաղթեր Ադրբեջանին, որը 30 տարի բանակ էր կառուցել, կամ 25 տարի, միլիարդավոր դոլարներ ներդնելով։ Ու դուք ասում եք, դուք ապաքաղաքական եք, ես ձեզ կասկածում եմ։ Դրա համար կուզենայի սա ձեր հետ առաջինը խոսեի, որ էլի չասեք բեխաբար ֆեյք էր։ Սա է սթափդատողությունը։ Մյուսը մի հարց, օրինակ ես լսեցի ու չկա սրան ստույգ պատասխան ու ձեզ էլ եմ խնդրում, եթե կան մարդիկ ինձ տեղյակ ավելի գրեք, կապի դուրս գաք ինձ հետ, ստանում են արդյոք այս ծնողները այսքան տարի ինչ որ կոմպենսացիա պետության կողմից ամսական ինչ որ վճարներ, որտեվ ես գիտեմ գերության մեջ գտնվողների հարազատները ստանում են ամսական գումարներ, էլի, ճիշտ թվեր ես չգիտեմ, դրա համար չեմ սպեկուլյացիայով չեմ զբաղվի թվերի հետ։
Իսկ այդ դուք այդ 80 հոգին, որ չեն ճանաչում այդ մարմինները, ստանում են փողը։ Այս սրանք հարցեր են, որ կուզենայի ձեզ ուղիղ տայի։ Միգուցե սրա մեջ կա ավելի սենց այն շահադիտական հիմքեր, որ այդ մարդկանց ավելի ձեռնտու է չճանաչեն եւ ամսական փող ստանան, եթե կա այդպիսի մի բան պետությունից։ Որտեւ այդ փողը միգուցե ավելի կգերազանցի, քան թե միանվագ այդ վճարը, որ ստանային դիակը ընդունելուց հետո, մարմինը ճանաչելուց հետո։ Այս սրանք տրամաբանական հարցեր են։ Արսեն Ղուկասյան, որ դուք դուրս չեկաք կապի, որ հետս պատասխանեք։ Կամ ես էլի մի բան չեմ հասկանում, տեսեք, մենք ունեցել ենք առաջին Արցախյան պատերազմ, սա արդեն գալիս է 4-րդ հարցը ձեզ։ Եթե առաջին Արցախյան պատերազմում եւս եղել են անհայտ կորածներ ու մարմինները տենց էլ չեն գտնվել։ Բայց հարց, եթե դուք ապաքաղաքական եք եւ այս ամեն ինչի ետևում չկա քաղաքական պատտեքստ, ինչի են ժամանակ մարդիկ չէին դուրս գալի վազվզում Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, դեգեներատ Վազգեն Սարգսյանի հետևից ասեին, ուր են մեր երեխեքը, ուր են մեր ամուսինները, մեր տղաները։ Ինչի են ժամանակ այս նույն խելագար ակցիաները չէին արվում, ոնց որ հիմա դուք եք անում ու նպատակը դրա որն է։ Ինչպես եւ երկրորդ համաշխարհայինից հետո ոչ Ստալինին, լավ Ստալին թողենք, ոչ այնտեղ Չերչիլին էին վազում, Անգլիայում այնտեղ Մարգարետ Թետչերին բռնաբարում, Միացյալ Նահանգներում եւս նախագահների հետևից չեն վազում, ասեին, բերեք մեր անհայտ կորածները ուր են։ Ես սենց եմ տրամաբանում։ Բարոնայք։ Վիետնամյան պատերազմից հետո մինչ օրս կա 1200 Միացյալ Նահանգներ եւ Վիետնամ, 1200 անհետ կորած։ Մենք քանի անգամ ենք տեսել, որ նրանք դուրս գան, կներեք, իսկականից Բոշայի պես ընկներ Վաշինգտոնյան փողոցները, այնտեղ սենատից վազեն սպիտակ տուն, բա ուր են մեր բալիկների մարմինները։ Ես սենց եմ այս ամեն ինչին նայում, որ դուք այսօր ընկել եք իսկապես այդ ողբերգությունը, սենց կողքից որ նայում ես, դարձել է ինչ որ քաղաքական բան էլի, սենց ակցիաներ էլի, պատվերով։ Դրա համար ես ձեզ զանգում եմ, որ դուք այդքանին կաք ուղիղ տղամարդու պես պատասխան, ոչ թե ասես վաղը այնտեղ բեխաբար ֆեյքերը խոսում են։ Էս է դրամաբանությունը։ Հետո մյուսը, մի հարց էլ շատ ինձ հետաքրքիր է, սա արդեն 5-րդ հարցը։ Ես ինքս շատ եմ ուզում լսել բանը, այդ քննիչ հանձնաժողովի եզրակացությունը։ Հիմա ձեզ հարց, Քոչարյան, Արսեն Ղուկասյան, անձամբ դուք ներառված եղել եք այդ հանձնաժողովի մեջ, ինչ ծնողներ են ներառված եղել այդ հանձնաժողովի աշխատանքում, այդ հարցաքննություններին, այդ զինվորականներին, տարբեր այդ ամբողջ գործընթացին, այդ փաստաթղթերի տակ այդ զեկույցի, կա որևիցե ծնողի ստորագրություն, անձամբ ձերը, տեսեք դուք ակտիվ եք, մեկը դուք պետք է լինեիք։ Ով է ձեզանից մասնակցել այդ հանձնաժողովի քննիչ այդ օպերացիային, էլի քննիչ գործողություններին։ Որտեվ ես հավատացեք, Քոչարյան Անդրանիկի կազմած այդ զեկույցի չեմ հավատա։ Դա միևնույնն է, որ այսօր տեսեք, մարդիկ Գեբելսը գնար կազմեր ինչ որ քննիչ հանձնաժողով ղեկավարեր, որը քններ նացիստական Գերմանիայի հանցագործությունները մարդկության դիմաց։ Որի գլխավորը լիներ, գցենք բանը, նույնը Գեբելսը։ Սա նույն համեմատությունն է, որ Անդրանիկ Քոչարյանը պետք է այնպես բան կազմեր, լինելով Նիկոլայ հենց այդ քաղաքացիական պայմանագիր թիմի անդամ, որ կարող է հակասել իրենց թիմի քաղաքականությանը կամ համբավին անունին։ Կարող է մի հատ էլ ինքը իր ոտի վրա կրակեր։ Դուք այսքանը հավատում եք։ Պատասխանեք, դուք եղել եք այդ հանձնաժողովի մեջ, որ պահանջում եք այս ինչ որ մի ֆեյք անցկացված ինչ որ մի բան, էլի, ասենց ասած, կողմնապահ զեկույց։ Ես ասում եմ, այս ամեն ինչի պատասխանը կլինի այն օրը, երբ որ իրական հեղափոխություն կլինի Հայաստանում։
Եվ այս հեղափոխությունը տեսեք Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա իշխանությունից միանգամից համ Ռոբերտ Քոչարյանի հետ, համ Սերժ Սարգսյանի, համ Գագիկ Ծառուկյանի, համ Դաշնակների, համ էլ Տաշիր կոնցերն կամ Տաշիր այդ Կամորրայի հետ միասին, որովհետև նրանք բոլոր իրար հետ համակապակցված են։ Այդ ժամանակ, երբ որ կգա ռեալ նոր երրորդ ուժ, ինչ որ մի ուժ, որը չի համագործակցի ոչ նախկին, ոչ ներկա այդ զանգվածի հետ, նա կկարողանա արդեն քննել այդ ամբողջ գործընթացը ու տալ պատասխան ինչու այդպես եղավ։ Դա համար ես այս հարցերը ես ուզում եի տալ հենց Արսեն Ղուկասյանին, բայց Արսեն Ղուկասյանը չպատասխանեց ու հիմա ես հրապարակային եմ այս հարցերը տալիս։ Եթե ասում եմ էլի կրկին Արսեն Ղուկասյան, եթե դուք հավատում եք Քոչարյան Անդրանիկի կազմած զեկույցին, ուրեմն ես էլ կհավատայի, որ Գեբելսը կկազմեր զեկույց նացիստական իր վերնախավի հանցագործությունների մասին։ Այս սրանք տրամաբանական հարցեր են էլի։ Իսկ իմ կարծիքով այդ զեկույցը գաղտնի պահվեց նրա համար, որ շուտով ընտրություններից առաջ շատ հնարավոր է հրապարակեն, որ ավելի շուտ պախարակեն եւ արժեզրկեն եւ ունազրկեն բանին դաշնակներին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, նրա գեներալիտետին, նրա այդ համակապակցված արցախյան կլանին, որ միգուցե հենց Նիկոլ Փաշինյանը դա սառեցրեց միջև ընտրություններ ու հիմա կարող է միգուցե որոշ կենտրոնների կողմից դա այդ խնդիրը բարձրացվի եւ ընտրություններից 10 օր առաջ Նիկոլ Փաշինյանը հրապարակի այդ զեկույցը, որտեղ ինքը կմաքրագրվի, կսրբադասվի, իսկ ամբողջ մեղքը կթողնի Սերժ Սարգսյանի հենց գեներալիտետի եւ նրա թիմի վրա եւ ընդհանուր այդ նախկին աղբին կմեղադրեն։ Սա ասենց мысли вслух։ Դրա համար սա է իմ կարծիքը, ժողովուրդ ջան, սա է ստապ տրամաբանություն է ծնողներին, լսեք, ախր միգուցե այդ երեխեքի մեջ իսկականից ձեր երեխեքը կան, դուք որտեղից գիտեք, որ այդ 80 մարմիններից մեկը ձեր երեխեն չի։ Տարեք ինքներդ ստուգեք, եթե պետությունը տալիս է, հայտարարեք, որ տանելու եք, ստուգեք օտար երկրում, Հայաստանում ոչ մեկի չեք վստահում։ Համաձայն եմ, Վրաստանում լավ էլ էժան է։ Փողի խնդիր կա, կարելի է սկսենք փող կհավաքեն ժողովուրդը հենց այդ ծրագրի համար։ Եկեք, արեք։ Այսա է ստապ, որ ոչ թե ընկնեք փողոցները, պարզապես հասկացեք, ոնց որ խելագարված ամբողջ եւ վազվզեք ստեղ ու ընդեղ։ Հետո էլ ձեզ դնեն, լուսաբանեն, ամբողջ աշխարհը նայի, սենց տեսնի ընդեղ ինչ է, ոնց են իրար գզում, էլի։ Ու ծիծաղեն մեր վրա։ Սա է արժանապատվությունը, ազգային այդ գաղափարը, լսեք, որ մենք պետքա մի քիչ տեսնենք, որ այս համացանցի ակտիվության եւ այսքան իրար մեջ աշխարհը մեզ է նայում, թե մեր եկեղեցիներում ինչ է տեղի ունենում, սա խայտարակություն է ազգային։ Բայց որ կարծես ինչ որ բոշամասա, այն ավելի շատ դաստիարակված, այն Ֆրունզիկի այդ ֆիլմով, այն մեր մանկության տանգո կարծեմ ընդեղ Գալիանովենցը ընդեղ հոգեկան փողոցում իրար գորգռան, որ ամբողջ Գյումրին լսի, սենց մենք այդ մակարդակի մեջ ենք, ես դա չեմ ընդունում։ Դե համար էլ հիմա ձայնագրում եմ այս ամեն ինչը, որ այս ինտերնետում տեսնում ես ընդեղ նա Նիկոլինա Չապալախում իրար գոռում, գոչում, խելագար ամբողջները սենց Սա խայտարակություն է։ Հենց որ գրեք ձեր կարծիքը ու եթե կալ մարդիկ, որ այս հարցերին ունեն պատասխաններ, խնդրում եմ դուրս եկեք կապի, ես բոլորին պատասխանում եմ մեսենջերի միջոցով, այնտեղ նկատում եմ ով ինչ գրել է, ով ինչ։ Խնդրում եմ գրեք, եթե կա ռեալ ինչ-որ մի բան, պարզապես զրուցելու համար ես ժամանակ այդքան չունեմ։ Շնորհակալություն, առայժմ հաջողություն եւ իմաստություն ձեզ։